Այսօր ջախրուկներին ողջունելու է եկել մարդու իրավունքների պաշտպան Տիկին Մանասյանը։ Ողջույն Տիկին Մանասյան։ Բարև ձեզ։ Ինչպես են տպավորությունները, ինչ զգացողություններ ունեք։ Ինչպես միշտ շատ տաքուկ միջավայրի զգացողություններ ունեմ, որովհետև հաճախ եմ շփվում հենց ջախրուկների հետ եւ բնականաբար ջախրուկների ընտանիքի, այս մեծ ընտանիքի շատ անդամների հետ եւ մշտապես ունենում եմ այսպես ընտանեկան ջեր միջավայրի բարության, մարդասիրության եւ մեր բոլորի հնարավորությունների անսահմանության վերաբերյալ պատկերացումները մեկ անգամ եւս ամրապնդելու տպավորություններ եւ բնականաբար հիմա էլ նույն տպավորություններն են, այսպիսի մի փոքր քամոտ եւ մի փոքր ավելի սառը եղանակային պայմաններում շատ տաքուկ ու ջերմ տպավորություններով։ Ինչպես կգնահատեք այսօրվա այս ձևաչափը միջոցառման։ Շատ եմ կարևորում հենց այս ձևաչափով կազմակերպված միջոցառումը, թե մարդու իրավունքների պաշտպանի առաքելության համատեքստում, թե նաև որպես քաղաքացի պարզապես, որպես մարդ, որովհետև այսպիսի միջոցառումը եւ հենց այս ձևաչափով կազմակերպված բոլորիս հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ համախմբվելու եւ եւս մեկ անգամ ամբողջ աշխարհին ապացուցելու, որ այո, բոլորս ունենք առանձնահատկություններ ու նման ենք բոլորս ըստ էության հենց այդ հանգամանքով եւ նաեւ այդ առանձնահատկությունների համատեքստում իրականում մեր բոլորի հնարավորություններն անսահման են։ Համաժողովի ժամանակ մենք խոսում էինք առողջ հասարակություն ձևավորելու մասին եւ կարծում ենք, որ սա հիմնաքարերից մեկն է, որ մենք բոլորս դնում ենք։ Ինչ կասեք այս առիթով։ Այս հարցազրույցը շատ լավ առիթ է նախ կարևորելու այդ համաժողովը եւ ընդգծելու, որ առանցքային է նման ձևաչափով եւ նման թեմատիկաներին առնչվող միջոցառումների կազմակերպումը եւ այո, առողջ հասարակությունը ենթադրում է, որ բոլորս պետք է ընդունենք եւ ընկալենք, որ բոլորի առանձնահատկությունները պետք է հավասարապես գնահատված լինեն եւ հենց այդ առանձնահատկություններով կարողանանք կառուցել հանդուրժող եւ համերաշխ միջավայր։ Ինչ ենք մենք սովորում ջախրուկներից։ Ես եւ թե հաճախ եմ առիթ ունեցել այս հարցի վերաբերյալ խոսելու, բայց իմ զգացողությունները կասեմ, թե ինձ մոտ ինչ կարևոր այսպես հիմնակարային հատկանիշներ են ամրապնդվել մեկ անգամ եւս դարձյալ իմանալ, որ մեր հնարավորությունները սահմաններ չունեն, բոլորիս է դա վերաբերվում, երբեք չհանձնվել, լինել բարի, լինել համախմբող եւ լինել համերաշխ։ Ինչպես բոլորը, ես նույնպես ունենում եմ այնպիսի պահեր, երբ կարիք եմ ունենում այսպես ամեն ինչ վերաիմաստավորելու եւ նոր հունով ու նոր էներգիայով առաջ շարժվելու եւ այդ տեսանկյունից կարծում եմ այն բոլոր հատկանիշները, որ թվարկեցի, թե բարության, թե հնարավորությունների անսահմանության եւ թե աշխարհում ամեն հնարավորին հասնելու ունակության եւ հնարավորության տեսանկյունից շատ բան եմ ինքս տեսնում եւ սովորում հենց ջախրուկներից եւ կարծում եմ, որ այս համախմբումը նման հնարավորություն տալիս է նաեւ բոլորին այս ամենը տեսնելու եւ այդ ուղղությամբ առաջ շարժվելու։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ես եմ շնորհակալ։